Բարեձեզ, առաջինի եթերում դուք դետում եք հարցազրույցի հերթական թողարկումը։ Մենք շարունակում ենք հետևել Երևանի ներքաղաքական տրամադրություններին։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Երևանի ավականու ընտրություններին մասնակցում է փոխելու ենք։ Սկսենք Երևանից կարգախոսով, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, բարեձեզ։ Բարև։ Առաջին անգամ, որ ես ծանոթացա ձեր ցուցակը գլխավորելու ձեր անուն ազգանունը ինձ մի քիչ զարմացրեց, որովհետև դժվար է ձեր կերպարը պատկերացնել քաղաքապետի պաշտոնում արդեն։ Համակերպվել եք այդ մտքի հետ, որ հաջողության դեպքում Վարդան Օսկանյանն իսկապես քաղաքապետ է լինելու։ Նայ, ես կարծում եմ կոմոդ քաղաքի գերբարը մի քիչ սխալ է եղել, որովհետև իհարկե։ Իհարկե, ես կարծում եմ, որ դա մեծ այսպես դրական է, երբ 10 տարվա արտգործնախարարը դրական է, ձեզ միշտ տեսնել արտգործնախարարի պաշտոնում այսօր Երևանը վերելակներ, շքամուտքեր, Չէ, միան դա չի, գիտեք, հենց դա է, էլի, որ այս տարիների ընթացքում ուզում են անպայման քաղաքապետը միա դրանով սպառվի, բայց Երևան քաղաքը, ինձ նման եթե քաղաքապետ ունենա, իր 10 տարվա արդակին գաբերով, սփյուռքի հետ հարաբերություններով, իսկապես վստահություն ներշնչի, հավատացեք, որ շատ մեծ եւ շատ արագ փոփոխություններ կլինեն, այնպես որ նույնիսկ եթե վերելակ է, գիտեք, ասֆալտ է, թեկուզ տրանսպորտ է եւ այլն, դրանք այդ գործերը ձեզ խորտ են, ես միայն դա նկատում խորտ չեն, իհարկե խորհրդականներ կլինեն, համապատասխան վարչություններ կան, այդ մարդիկ կաշխատեն, խնդիրը պետք է, գիտեք, ավելի լայն նայել, ինչքան նեղ նայես, այդքան փոքր կմնաս, այդքան քաղաքը հետամնաց կմնա, այնտեղ մարդը պետք է իսկապես որ շատ ավելի լայն պատկերացում ունի, աշխարհը տեսել, ես չեմ ասում որ այսօրվա քաղաքապետը չի տեսել, Քաբլիցի, խոսքը դրա մասին չի, բայց ինչքան քաղաքապետը միջազգային գաբերում հմուտ լինի, կոնտակտներ ունենա մարդկանց վստահություն ներշնչի, սպիրկի հետ կապեր ունենա, միջազգային գազམ་ակերպություններ եւ իմանա, ինչպես կարելի է ներդրումներ բերել, ինչպես կարելի է իսկապես դրամաշնորհներ բերել քաղաքը զարգացնելու համար, այդքան կարծում եմ, որ քաղաքի օգուտը կլինի։ Առավելևս որ նվեր այս ընտրությունները նաեւ քաղաքական ընտրություններ են, առհասարակ քաղաքի ընտրությունները, այդպես Երևանի, ես կարծում եմ միշտ քաղաքական է եղել, բայց այս անգամ կարծեք հadoop ջանք է տապում ժողովրդին համոզել, որ սա քաղաքական չի։ Ես գիտեմ մտահոգությունը որտեղից է գալիս, սա հետևում է նաև նախկական ընտրություններին, իշխողությունը լավ գիտի ժողովրդի դրամատուրգությունները, տեսան նախկական ընտրություններին ինչպիսի արդյունքներ եղան, եւ իսկապես թշկողության մեծ ալիք կա, ժողովուրդը փոփոխություն է ուզում, եւ կարծում եմ ժողովուրդը տեսնում է փոփոխության սկիզբը հենց նաև քաղաքից։ Դրա համար էլ մեր ընդրած կարգախոսները, ինչպես դու ասացիր, պատահական չեն։ Փոխելու ենք եւ եկեք սկսենք Երևանից։ Փոխելու ենք սկսենք Երևանից։ Տպավորությունն այնպեսին է, որ նպատակը Երևանը չի ավելի շատ նպատակը այլ բան է։ Նայեք, քաղաքն է հիմնական, ընտրությունները վերաբերում են Երևան քաղաքին, բայց քաղաքը իր ներուժով այսօր համազոր է պետության, մեր բնակչության գեցից ավել այստեղ է ապրում, տնտեսության շարժիչ ուժն է վերջ-վերջո Երևանը, եւ այստեղ եթե փոփոխություններ եղան, նվեր, միանշանորեն ազդելու է նաեւ ավելի լայն փոփոխությունների վրա, որի գարիքը այսօր մեր հասարակությունը Գյումրիից բռնած մինչեւ Սյունիք, գիտեք, Գորիս, Ղապան զգում է եւ ուզում է։ Մենք առաջի հնարավորությունը իսկական փոփոխություններ անելու հենց քաղաքի ընտրություններն են։ Նայեք, ես հաճախ եմ խոսել քաղաքական հագագիշիրներից, նույնիսկ կարելի է ասել, որ այդ քաղաքարը շրջանառության մեջ առաջի անգամ ես եմ դրել խորհրդական ընտրությունների ընթացքում։ Ես իրոք խորապես դրան հավատում եմ նվեր, ելնելով նաև իմ գիտեք քաղաքական գիտելիքներից եւ իմանալով դարբեր երկրների ժողովրդավարական զարգացած երկրների օրինակները։ Առանց քաղաքական հագագշրի մենք որևէ առաջընթաց չենք կարող արձանագրել։ Այսօր Հայաստանում կա մենաշնորհ, քաղաքական մենաշնորհ եւ դա իսկապես մեզ համար բադուհաս է տարել։ Եթե խորհրդական ընտրություններում այլ արդյունք լիներ, այսօր երկրում իրավիճակը այլ կլիներ, խորհրդարանում հագագշիր կլիներ։ Պատկերացրեք, որ քաղաքապետը լինի ոչ իշխանական ուժից մեկը, Բարգավաճ Հայաստանին ես լինեմ, պատկերացրեք, որ լուրջ հագագշիր կլինի։ Եվ երկրում դիսկուսի բան փոխի, եւ այդ հագագշիրը կբերի մրցակցություն, առողջ մրցակցություն, եւ այդ մրցակցության պայմաններում նվեր շատ ավելի հեշտ կլինի ժողովրդի արդեն գենցաղային խնդիրները լուծել։ Պարոն Օսկանյան, ես հասկանում եմ եւ երևի թե ճիշտ եք ասում, բայց երբ դուք ասում եք քաղաքական մեծամասնությունը մենաշնորհ, ես այստեղ չեմ հասկանում։ Բարգավաճ Հայաստանը եկավ Երևանի քաղաքապետարան, մեծամասնություն կազմեց, մենաշնորհ է։ Չէ, ընդհանուր քաղաքական համագարկում հակապետարանում դուք մենաշնորհ եք ստանում։ Նայեք, կարող է կոալիցիայով դա լինի։ Ես կարծում եմ, որ այնտեղ մեծամասնություն եք դուք, պարոն Եթե մեծամասնություն ենք, այո, այդ բարակային մենաշնորհ է քաղաքի բարակային։ Բայց հանրապետականների մենաշնորհի ամբողջ երկրով է, այսինքն ընդհանրապես հագագշիր չկա նվեր։ Այստեղ եթե քաղաքը դու ունես, բայց կառավարությունը
Հանրապետականինն է, ազգային ժողովը այնտեղ մեծամասնություն ունեն։ Այսինքն մրցակցություն է լինում քաղաքական դաշտում։ Դու մենաշնորհի հարցը ոչ թե կոնկրետ ոլորտի մեջ ես նայելու, այլ ընդհանրապես հանրապետական մագարտակով ես նայելու։ Եվ այդ պայմաններում առողջ մրցակցության պայմաններում ես նորից եմ գտնում, իսկապես այսօր մեր ժողովրդի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրները հնարավոր կլինի լուծել։ Այսօր լճացում կա այդ հարցում, եւ ես իմ այս 10 օրվա փորձը եւ հանդիպումները իրոք ցույց է տալիս, որ ինչ որ բարձի թողի վիճակ կա որոշ տեղերում եւ հասարակության այսօր շատ լուրջ խնդիրներ է այսին խնդիրների առաջ է կանգնել, որոնք լուծելի խնդիրներ են եւ քաղաքապետարանում ավելի լուրջ մոտեցման դեպքում ես կարծում եմ, որ հնարավոր է շատ արագ այդ խնդիրներին իսկապես լուծել։ Դուք Երևանի քաղաքապետի ընտրությունները կարևորում եք նախագահականից։ Նայեք, գիտեք, հաշվի առնելով, որ բոլոր քաղաքական ուժերը մասնակցում են, նախկանի բարակային չէին մասնակցում։ Հաշվի առնելով այսօր երկրում ստեղծված իրավիճակը, այո, ես նույնքան կարևորում եմ, ինչքան նախագահական ընտրությունները։ Այն մեկը իր դեսագի էության մեջ կարևոր է։ Դուք չմասնակցեցիք։ Հա, այդտեղ չմասնակցեցինք։ Հիմա այստեղ մասնակցում ենք, նույնիսկ քաղաքական ուժերն են մասնակցում, լուրջ մրցակցություն է գնալու եւ կարծում եմ, որ այդ իմաստով իսկապես դա շատ կարևոր ընտրություն է եւ փոփոխության սկիզբ կարող է լինել։ Այս ընտրությունները պայքար է նաեւ ընդդիմության ներսում, եթե անկեղծ խոսենք։ Դա էլ առողջ բան է, ինչ չէ։ Նայած թե ոչ իշխանական ուժերից ով առաջի տեղում կհայտնվի, դա նաեւ ինչ որ ցուցիչ կլինի, թե այսօր ինտիմատիվ ոչ իշխանական դաշտում ով է առաջ, ով է հետ։ Առավել եւս որ սա հնարավորություն է տալիս, ես կարծում եմ մեզ ոչ իշխանական ուժերին նաեւ համագործակցություն սկսել այս ոլորտում, որը կարող է նաև արտացոլում ունենալ առավել լայն հանրապետական խնդիրների շուրջ խորհրդարանում, որտեղ խորհրդարանում էլ այսօր շատ լուրջ օրագարկ է ձևավորվում, որտեղ ես կարծում եմ, որ լուրջ համագործակցության խնդիր կա եւ այնտեղ իշխանության նույնպես հակագշրելու հարց կա, դերևս մեծամասնություն է, բայց երբ իշխանությունը տեսնում է, որ բոլոր իշխանական ուժերը միասնական են իրենց տեսակետներում, ես կարծում եմ, որ նույնիսկ մեծամասնության պայմաններում իրենք ավելի ականջալուր կլինեն արդեն ոչ իշխանական ուժերի պահանջներին եւ մենք կկարողանանք իսկապես։ Դերևս միասնական չի, որովհետեւ այն մեկը իր մոդեցում ունի, բայց կարծեք թե բոլորը լավ հասկանում են, որ եթե մենք այս առիթը բաց թողեցինք քաղաքային իշխանությունը վերցնելու, արդեն 4 տարի դժվար կլինի մեզ այս լճացումից դուրս գալ։ Այնպես որ հնարավորությունը միակ այս իրավիճակ փոխելու բոլորը գիտակցում են, որ մայիսի 5-ի ընտրություններն է։ Հիմա սպասենք տեսնենք իսկապես հնարավոր է։ Բայց հիմա եթե առանձին եք գնում արդեն առիթը բաց չեք թողել։ Չեմ կարծում, գիտեք, այս հարցը ես կարծում եմ ինչ-որ մի բան է ընդդիմադիր դաշտով գնալ, մի բան է առանձին գնալ։ Դա արդեն տակտիկական խնդիր է, ոչ թե արդեն ստրատեգիական։ Բայց փորձում եք չեմ միավորվել։ Նայ, երբ որ մենք այո, այդ խնդիրը դրեցինք, երկու տարբերակներն էր սեղանի վրա էր։ Ամբողջ օր մենք միամուր բնդում էինք, որ անպայման մի ցուցակով գնանք։ Մենք երկու տարբերակներ նայում ենք եւ քննարկում ենք, որն է ավելի արդյունավետ։ Եվ եկանք իրոք այն եզրանկման, որ առանցին ցուցակներով գնալ միգուցե ավելի արդյունավետ է, իսկ հետո համակորձակցել, որտեղ այն մի գուսակցություն իր հետևորդներ ունի, այն մեկը իր պատկերացում ունի եւ նաեւ իր քաղաքապետի այսպես տեխնազուն ունի։ Այստեղ ես խնդիր չեմ տեսնում։ Արդեն համակորձակցություն կա ընդրական գործընթացը միասնական վերահսկելու, իսկ ընդրության արդյունքներից հետո երբ արդեն թվերը հստակ կլինեն, այսեղ նաև ամբիցիաների խնդիրը կվերանա։ Այսինքն առաջի դեղ բռնողը ոչ իշխանական ուժերից բնականաբար կլինի առաջնորդողը, երկրորդ, երրորդ դեղ բռնողը արդեն չի կարող հավակնել առաջի դեղի։ Երբ որ հավակնությունը հանում ենք մեր քաղաքական դաշտից, ես կարծում եմ, որ համագործակցությունը ավելի հնարավոր կլինի։ Երբ Բարգավաճ Հայաստանը ասում է, որ միավորումը հավանական է միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության առանցքի շուրջ, դա ամբիցիա է թե ոչ։ Նայեք, մինչև արդյունքների այսպես ակնհայտ դառնալը ընտրությունների, դա ամբիցիա չի, դա փաստի արձանագրում է։ Այսօր ազգային ժողովում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ամենամեծ խմբակցությունն է ոչ իշխանական հատվածի, այնպես որ շատ բնական է, որ մենք այդպիսի առաջարկություն անեինք, բայց եթե ընտրություններում բարձվի, որ այդպես չէ, այլ ինչ որ դասավորում կա, իհարկե բանակցությունների արդյունքում կարելի է ինչ որ այլ բանավորվածությունների կա։ Նույնը կարող է ասել Ժառանգություն կուսակցությունը, ես վերջին ընտրությունների արդյունքում ունեմ կես միլիոնանոց էլեկտորատ։ Նայեք, այնտեղ որտեղ չէին մասնակցում նույնիսկ քաղաքական ուժերը, այստեղ իսկապես դժվար է ասել, թե ով է։ Ճիշտ է, մենք արձանագրում ենք, որ մոտավորապես 600,000 ցայն ինտիմատիվ ցայն է, բայց միանշանակ այսօր չի կարելի ասել, որ դրա վրա հենվելով մենք կարողանանք նաև ասել, թե յուրաքանչյուր քաղաքական ուժի գշիրը ինչ է, որովհետև մասնակցություն չի եղել։
Ես կարծում եմ, որ այս ընդդությունները մի քիչ ավելի ցուցիչ կլինեն, թե ինչպիսի իրավիճակի փոփոխություն կա, եթե կա քաղաքական դաշտում եւ ով է։ Ամենից որ սպասենք, շատ չի մնացել։ Մայիսի 5-ին ես կարծում եմ, որ ավելի բարձ կդառնա, բայց այստեղ ամենակարևորը որ բոլորը գիտակցում են, որ մայիսի 5-ը իրոք քաղաքական այն հնարավորությունն է տալիս մեզ, որ եթե գործնենք, չենք ունենալու 4 տարիներին եւ առանց այսպիսի համագործակցության եւ հակագշիրների արգայության դժվար լինի երկիր իսկապես այս լճացումից դուրս բերել։ Պարոն Օսկանյան, քարոզչական այս ընթացիկ օրերը ինչ որ ցուցիչ եղել են ձեզ համար գոնե քաղաքական գործոնի մասով, ով է լիդերը ձեր նշած թևում։ Չէ, գիտեք, այդ թեմաները Դա չենք քննարկել։ Ես այստեղ ասեմ ցուցիչները ինչ ա եղել, ինձ արդեն 7-8 օր է որ ես ընդրաշավի մեջ եմ եւ ասեմ որ հասցրել եմ քաղաքի տարբեր մասերում լինել, կենտրոնի։ Ընդ որում ընտրել եք բակային հանդիպումների ֆորմատ։ Բակային հանդիպումներ են, այո, հիմնականում եւ կարծում եմ իսկապես սա շատ օգտակար, շատ անկեղծ բաց այսպես զրույց է լինում, հենց քաղաքացիներ եւ դեղում արդեն ամիջապես քո կանգնած դեղում խնդիրներն է տեսնում ես։ Եվ իրոք ես սա շատ արդյունավետ եմ համարում։ Ես ասեմ շատ արագ 2 րոպե եթե համբերություն ունենաս, արագ կասեմ։ Նայ, քաղաքական մասով նախ որ ասեմ այդ գիտակցությունը կա, որ իսկապես քաղաքական տաշը նախ պետք է առողջացնել, հակագշիրներ լինել եւ իրոք բոլոր արձանագրում լավ լինի որ ինչու՞ չէ ոչ իշխանական ժուրից քաղաքապետ լինի, երկրում կարող է իրավիճակ փոխվի։ Եվ բոլորն էլ հասկանում են որ նախ քաղաքականը պետք է առողջանա, ինչ որ բան փոխվի այնտեղ որ հնարավոր լինի իրենց կենցաղային խնդիրները լուծել։ Կենցաղի մասով, ես 2 օր առաջ իմ Facebook-յան գրառման մեջ էի ասել, ժողովուրդը շատ բան չի պահանջում, գիտեք, իրենց հասանելիքն է պահանջում, եւ դա նվազագույնն է։ Ասեմ, 10 օրվա ընթացքում դերևս ես չհանդիպեցի մի խնդրի, որ բարձրացվեց, որ այսօրվա ռեսուրսներով, ոչ թե հսկայական նոր ռեսուրս, այսօրվա ռեսուրսներով հնարավոր չլինի լուծել։ Նախ որ որոշ բյուրոկրատական խնդիրներ կա, մարդիկ սեփականության վկայություն չեն կարողանում ստանալ, որ 100% իրենց սեփականությունն է, իրենց է դրվել, զուտ բյուրոկրատական քաշքշուները։ Ինչ խնդիր կա այստեղ, փողի խնդիր կա։ Թող լուծի քաղաքապետարանը, այդ մարդկանց կոնե կողմնակցություն։ Մի ամփոխ չէ։ Ես կարծում եմ, այսօր որոշ անտարբերության, ինչ որ նաև որոշ չինովնիկների անխղճության խնդիր է։ Արի արձանագրենք, դու ես քաղաքի բնակիչ ես։ Ես չեմ անդամ։ Հակառակ դեպքում ներողություն, ստացվում է, որ հնարավորություն կա անելու, բայց անողները չեն անում։ Այո, հաջող լինում է, նվեր, արի, մենք գիտենք, վերջերջո հիմա լուսնից չեն եկել քաղաքի ապրողները։ Դիտմամբ չեն անում։ Հնարավորություն ունեն եւ չեն անում դիտմամբ։ Գիտեք, բյուրոկրատական քաշքշուկ հասկացողությունը հենց այնպես չի, դա ինչ-որ նպատակ է հետապնդում, այնտեղ ինչ-որ չարաշահումների հարց կա, հազար ու մի խնդիր կա, անտարբերություն է, գիտեք, մարդիկ այսպես իրենց վրայից գցում են, բայց խնդիրներ կա, որ շատ արագ կարելի է լուծել, մի ամբողջ շրջան խարփերտում, այսօր գարկավիճակ չունի նվեր, մարդիկ ասում են մենք բադին ենք փախվում, ամենափոքր կենցաղային խնդիրը չենք կանոնում լուծել, չէ, հանրակացարան չէ, սա խարփերտում է մի ամբողջ շրջան, էլի որ մարդիկ ապրում են, ինքը այսպես օդում կախված ինչ-որ մի կարգավիճակ է, չգիտեն, որ վարչական մարզի մեջ են։ Եվ այնտեղ լուրջ խնդիրներ առաջանում։ Ինչ խնդիր կա, այսինքն փողի հարց չկա։ Իսկ հանրակացարանում օրինակ որ ես հանդիպում եի ժողովրդի հետ, ամենատրիվիալ բաներն են խնդրում, ընդամենը իրենց մուտքի բադուհանները, որ ծմերը չմրցեն այդ մարդիկ, հասկանում եք, ինչ որ վերելակի խնդիր է, տանիքը գաթելու խնդիր է, եւ այլն։ Իհարկե նաեւ աշխատանքի խնդիրն էլ կա, որ համընդհանուր է, դա ավելի հանրապետական խնդիր է, արդեն Դնդևսյան հետ է կապված, բայց նաեւ քաղաքը ես կարծում եմ, որ այնտեղ որոշ հնարավորություններ ունի իր քաղաքի մասով կոնե այնպես անի, որ նաեւ նոր աշխատեղեր ստեղծվեն եւ ժողովուրդը հնարավորություն ունենա իսկապես հենց Երևան քաղաքում ինչ որ աշխատանք։ Միջև վերջ արտարամայտ լինենք։ Այդ ձեր նշած խնդիրները Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորները չէին տեսնում ինչպես։ Հա, բայց տեսնում են ինչ անեն։ Օրինակ այդ քննարկումը հենց խարփերտում եղավ, գիտեք, այնտեղ մեր պատկաններից մեկն է դրվել։ Ինչ հասնում է падգամավորից։ Չէ, падգամավորը հարցը բարձրացնում է։ Օրինակ այդ խարփերտի բնակիչները եկել էին ազգային ժողով, իրենց падգամավորի հետ հանդիպել, նա լսել էր, ասել էր որ անպայման հարցը կբարձրացնեմ, բայց երբ որ դու խորհրդարանում չունես մեծամասնություն կամ չես կարողանում էլի համագործակցել իշխող կուսակցության հետ, որ կարողանաս ինչ-որ խնդիրներին լուծում տալ, դու էլ ես պատին փախվում։ Ահա ասիկ ես այստեղ եմ ասում, որ խորհրդարանում հակագշիրների արգայությունը ասիկ այսպիսի հարցեր չէր առաջացնի։ Այն ժամանակ, երբ որ քաղաքացիները իրենց պատկաների առաջ խնդիր դնեին ու պատկաները չկարողանան լուծել, արդեն պատասխանատվությունը պատկաների վրա կլիներ։ Հիմա մենք ինչ ենք ասում։ Գիտեք, ինչ մենք մեծամասնություն չունենք, այնտեղ փոքրամասնություն ենք։ Մենք խնդիրը բարձրացնում։ Նույնը տաքսիստների խնդիրն է։ Պատգամավորները ավականու կազմում, պարոն Օսկանյան։ Չէ, ազգային ժողովում էլ մենք 30 գոնե մի անգամ պիտի ասեր падգամավորը, որ նվեր ասելա, նայեք, տաքսիստները օրինակ ես երեք եմ հանդիպել, 1000 ու մի խնդիր ունին։ Մենք տաքսիստների համար Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շատ բան ենք արել, որովհետև կարողացել են կոնկրետ այդ հարցով մեծամասնության հետ համագործակցել։ Իրենք ընդունել են
բաներ։ Օրինակ իրենց այդ բաները, վճարները գային, որ մի ամսից 3 ամիս էին արել, ուղղակի տաքսիների համար շատ ծանր էր։ Մենք կարողացանք դա էլի մի ամսվա բերել, բայց կառավարությունը բարձրացեց մի քիչ, էլի, այսինքն ամիս 3 ամսվա դրվածքով մի քիչ ավել են վճարում, բայց ամիս են վճարում, փոխանակ 3 ամիսը մեկ։ Հարցեր լինում են, որ իսկապես մենք կարողանում ենք, էլի, թեկուզ եւ փոքրամասնություն ենք, համոզել, աշխատել իշխողության հետ եւ ինչ որ փոփոխություններ լինել, բայց դա շատ քիչ է։ Ես կարծում եմ, որ այնտեղ, եթե հագագիշիրներ լինեին, նույնը քաղաքի պարակային է։ Մենք կարողանանք իսկապես խնդիրները շատ ավելի արդյունավետ լուծել։ Պարոն Օսկանյան, դուք ասում եք կան խնդիրներ, որոնք կարելի է լուծել եղած ռեսուրսներով, բայց ձեր նախընտրական ծրագրում նշվում են խնդիրներ, որոնք եղած ռեսուրսներով կարծես թե դժվար չի լուծել։ Որտեղ են այդ ռեսուրսները այդ դեպքում։ Նախ նվեր դուրս կանք խոստում հասկացությունից։ Նախ լիքը ես կասեմ, որ իսկապես ռեսուրսի կորուստ կա։ Նայեք, այստեղ garanք վիճենք, բայց ես կարծում եմ ռեսուրսի կորուստ կա։ Ես կարծում եմ փողերը քաղաքի նպատակային երբեմն չի օգտագործվում։ Որոշ բաներ կարելի է իսկապես կրճատել։ Այսօր ենթադրենք միջոցառումները, թրոշների վրա ծախսված բաները, նստարանները, ծաղիկները եւ այլն, կարելի է դրանք նվազագույնի բերել։ Այո, աչք շոյող բաներ են սրանք, բայց երբ որ գնում ես մի քիչ ծայրամասերը տեսնում ես ժողովրդի վիճակը, արդեն քո աչքին դա չի երևում։ Ես կարծում եմ դա նվազագույնի պետք է բերել այդ ռեսուրսները իսկապես ուղղել։ Առավել եւս որ կարելի է նոր փող գեներացնել։ Ենթադրենք այդ արակացուցիչներն են դրվել, չէ, արակաչափիչները, լուսանկարող սարքերը, գիտեք ինչպեսի փող է ժողովրդից դա բոգում տանում, բայց ուր է գնում այդ 70%-ը մասնավորի կրբանն է։ Այ եթե քաղաքապետը Երևանի մասով այն ժամանակ բայկարեր դրա դեմ եւ ասեր որ իմ իրավունքն է, եթե ես թույլ եմ տալիս այդտեղ դնեք, դրա գեսը առնվազն պետք է քաղաքի բյուջեն մտնի։ Քոնե, ճիշտ է, մեր քաղաքացիներից եք վերցնում, քոնե այդ փողը օգտագործենք քաղաքացիներին ծառայելու համար։ Ահավասիկ այսպիսի լիքը հարցեր կա։ Սա եղած ռեսուրսն եմ ասում ես։ Բայց քաղաքապետը նա պետք է կարողանա արդեն խնդիր դնել Երևանի բյուջեի մեծացման համար։ Այսինքն այսօր Երևանի բյուջեն 65 միլիարդ շատ քիչ է։ Դա պետք է ավելացնել, առավել եւս ներդրումներ։ Նայեք, ամեն ցև կա նվեր, այստեղ ստեղծագործական միտք կա, բիզնեսի հետ պետք է աշխատել։ Քաղաքի հնարավորություններից եք պատկերացնում այդ բյուջեի իհարկե մեծ ռեսուրս կա այս քաղաքում։ Ես արագ պատկերացրեցի, որ ուրեմն նույնի երկրի մասին ենք կարող նոր դրույքաչափեր եք ուզում կիրառել, դա մեծացնել։ Չէ, շատ ավելի միջոցներ կան, կարելի է նոր արժեքներ ստեղծել քաղաքի դարբեր մասերում։ Օրինակ նայեք, որովհետև ձեր ծրագրում հակառակն է ասում է պիտի շատ բաներ անվճար դարձվի եւ Այո, ես շատ արագ բացատրեմ, գիտես, երբ որ ամեն ինչ կենտրոնացել է կենտրոնում, կենտրոնը հագեցած է, ինչ որ արվել է, ծայրամասերից ոչ մի օգտագործություն չունեն, ոչ բնակիչները, ոչ բյուջեն։ Նայեք, այսօր մեր ամենաձանր խնդիրներից մեկը Երևան քաղաքի ոչ համաչափ զարգացումն է։ Շատ արագ սա պետք է փոխել։ Մինչ հիմա ինչ այլ, կենտրոնացել են կենտրոնի վրա, մտածել են, որ այստեղից արդեն կհակենա, կսկսի ծայրամասերը գնալ։ Դա չի կատարվում։ Հակեցած կենտրոնը ավելի է հակենում եւ չի գնում։ Օրինակ, իմ մոդեցումը գիտեք ինչ կլինի, արդեն սկսել ծայրամասերից գալ դեպի կենտրոն։ Ծայրամասերում արժեք պետք է ստեղծել նվեր եւ դա հնարավոր է անել։ Այսինքն ամեն մի վարչական մարզ կարող է իր Աբովյան-Թումանյան փողոցը ունենա, եթե մենք ջանք տնենք։ Այսինքն նախ այնտեղի բնակիչները կարողանան այդ բարիկներից օգտվել հենց այնտեղ, մեկ չունին կենտրոն կալ, կենտրոնը կփեռնաթափվի, այդ մարզերում, այդ շրջաններում նոր արժեք կստեղծվի եւ քաղաքացիների ունեցվածքը կարժևորվի, եւ բիզնեսը կարժևորվի, եւ նաեւ նոր արժեք մենք կստեղծենք, որը նաեւ քաղաքի համար եկամուտ կբերի։ Պարոն Օսկանյան, նույնը ասում է գործող թիմը, որ պիտի գնալ համաչափ զարգացման։ Չէ, ասում է։ Ես հիմա գալիս եմ այդ ձեր այդ հարցին։ Դուք ավելի լավ կանեք, քան Չէ, իրենք չեն անում, այստեղ լավի վատի։ Ես համոզված եմ, որ չեն անում։ Ես աչքով տեսել էի, հիմա էլ գնում եմ մարդկանց հետ խոսում, չեն անում։ Ամբողջ Աչափնյակում երեք ես այնտեղ եմ, մարդիկ փողոքում են, նորմալ մայթ չկա նվեր քայլելու, նորմալ մայթ չկա։ Հատկապես ներսի մասերում, գլխավոր փողոցից մի քիչ շեղում ես, նույնը կենտրոնն է։ Նորմալ մայթ չկա։ Այնպես որ այդ խնդիրը ես նաև ավելացնեմ 1 տարվա կամ 2 տարվա բան չի։ Ես էլ դուք էլ լավ գիտենք, որ այդ մայթերը հոշոտվել են կամ չգիտեմ ինչ են եղել։ Չէ, լիքը բարձ թողի որ ժամանակներից։ Խնդիրը, եթե պատասխանատուն ես վերցնում, ուրեմն պետք է անես նվեր։ Եթե վերցրել ես, ուզեցել ես, եղել ես քաղաքապետ, մեծամասնություն ունես, խնդրում եմ մի բան բարի ելույթ ժողովրդի ժամանակը նեղում է արդեն։ Մի բան ինձ հետաքրքրեց ծրագրում։ Իհարկե շատ բաների մասին մենք դեռ կխոսենք։ Մետրոպոլիտենի զարգացման ծրագիրը, որը ահռելի գումար է պահանջում։ Դա ոչ քաղաքապետարանի բյուջեն կարող է անել, ոչ էլ Հայաստանի կառավարության բյուջեն կարողանա իր վրա վերցնել։ Դուք այստեղ վստահություն եք հայտնում, որ այդ ֆինանսական աղբյուրները կան։ Խնդիրը պետք է դնել անպայման քաղաքը բեռնաթափել։ Հերում պետք է նայել։ Խնդիրը դրած է,
խնդիրը դրած է։ Հնարավոր։ Դուք գալիս եք եւ առաջ գործի եք գործում։ Հենց մեզ նման մարդիկ դա կարող են անել, մեր միջազգային կապերով, գիտենք այդ ֆինանսները որտեղից կարելի է բերել, նպատակային կարելի է օգտագործել եւ հավատացեք, մետրոպոլիտենի վրա ծախսված գումարը այնքան աշխատատեղ կստեցի, այնքան հարգեր կբերի, այնքան օգուտ կտա քաղաքին, որ այդ վարգերի մարումը շատ ավելի հեշտ կլինի մեր վրա, քան թե այլ ծրագրերի վրա ծախսված փողերը։ Ես շատ համոզված եմ, որ իսկապես մեր կապերը օգտագործել մենք կարողանանք դա անել։ Մետրոպոլիտենի ընդլայնումը, ես կարող եմ մետրոպոլիտենը գայարան պետք է ունենա ամեն մի վարչական ուրեմն բանում։ Մասում պետք է ունենա, պետք է կենտրոնը բեռնատեն, նայեք ինչպեսի թեմպերով է այսօր քաղաքի կենտրոնը։ Ձեր նշած գործի մոտավոր ֆինանսական պահանջին ծանոթ եք, պարոն Օսկանյան, թե ինչ գումար կպահանջի դա։ Նայեք, դա կհաշվարկվի, գարվի եւ այդ փողը ես համոզված եմ, որ նայ, ես սա իմ փորձից սա ասեմ եւ իշխանության մեծ եղած ժամանակ եւ նաեւ իմաց փոքր հիմնադրամի ղեկավարման փող կարողանալ բերելու նաեւ դրամաշնոր երկու պայման պետք է բավարարվի։ Մեկը վստահություն համագարքի նկատմամբ, մարդկանց նկատմամբ, որոնք այդ փողը ուզում են, երկրորդ լավ ծրագիր։ Ով որ փող տալիս է, պետք է համոզված լինի ծրագրի արդյունավետության մեջ։ Պետք է հասկանա, որ իսկապես դա երկրին օգուտ է, հատկապես սպիրկից եղած փողերը։ Ես համոզված եմ, որ նույնիսկ մետրոպոլիտենի մասով կարելի է բոնդեր հրադարակել։ Այսինքն մարդիկ մեր սպիրկայերը նաև կարողանան այդ միջոցով ներդրում ունենալ եւ այդ մետրոպոլիտենը կարելի է նաև համազգային ծրագիր դարձնել։ Այնպես որ կարելի է իսկապես շատ ստեղծագործական ճանապարհներ որոնել, երբ որ խնդիրը վերաբերում է քաղաքին, երկրին, հայրենիքին եւ հավատացեք, որ իսկապես փողն էլ կա եւ նաեւ աջակցությունը կլինի նման ծրագրերի իրականացմանը։ Այս անգամ ավարտենք, պարոն Օսկանյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ես ձեզ տեսա ծառատունք տնկելից եւ շատ հաճելի էր։ Դու առաջին անգամ ոչ էիք տնկում։ Չէ, իմ նախարարի հաջողությունից ես դարի մի քանի անգամ նախաձեռնում ենք, չէ՞, ինչ հիմա դա արվում է։ Այսինքն դա քարոզչական ակցիա չի, դուք ուզում եք ծառ տնկել։ Դե այդ օրը հա ուզեցինք որ գնա եւ էլի կլինի, ես դա միշտ մեծ հաջողով արել եմ նախարարի հաջողանալու եւ իսկապես դա շատ կարեւոր գործ եմ համարում։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հարցազրույցների եթերում այսօր մենք լսում ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին։ Հաջողություն։